Էլի եմ ասում, իմ մասին չեմ խոսում, ես ոչ մեկի ողորմության կարիքը չունեմ։ Այս մարդու վերաբերյալ ընտանիք, երեխաներ ունեցող որտեղ է չափանիշը, որտեղ է գիծը, խնդրում եմ ցույց տվեք։ Այդպես ասում գնալ առաջ չի լինելու։ Այո, դուք արդարությունը դատում եք, դուք արդարադատություն չեք իրականացնում։ Չեք իրականացնում։ Եվ այո, Մխիթար Գոշը երիցս ճշմարիտ է, երբ որ մեղադրող չի ասում ամբաստանով, մի բան էլ վրան դնելով։ Այո, այստեղ ամբաստանությունը տեղի ունենում եւ արդարության դատում հենց Կարոյի նկատմամբ։ Եթե ձեզ թվում է, որ Մովսեսին ու Արմենին ինչ որ կերպով մեղմեցիք եւ դա գոհություն պիտի պատճառի, ոչ ես ասում եմ։ Ինչպես Լիդիայի պարագային էր, ինչպես Վահագն Չախալյանի պարագային էր։ Այստեղ մի ժամ հարց տվեցիք, կես ժամով գնացիք կողքի սենյակը եւ վերադարձաք անհասկանալի որոշումով։ Որ մեկինն է տարբեր։ Ասեք, մի բառ ասեք դրա մասին։ Չեք կարող ասել։ Եվ քանի որ չեք կարող ասել, լղոզված տեքստեր եք արտասանում։ Այո, Շանշադինում ասում են, do not insult my intellect։ Իմ ինտելեկտը վիրավորված է։ Այո, այդպես է, Արթուրին չեք թողում խոսել, այո, մի թողեք։ Պատգամավոր մարդուն 4 զավակներ ունեցող։ Ինչ է սա նշանակում։ Հրատապ ինչ որ բաներ են կանում, բայց կոնկրետ մարդու նկատմամբ խտրական վերաբերմունքը, մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքը, եւ այո մի ձգտեք լինել դատավոր, որ չեք կարող այդ բեռը բարձրացնել, չեք կարող, ինչքան ուզում եք ձգտեք, չեք կարող, փոխվելու է քաղաքական իշխանությունը, հետո ասելու եք, որ դե մենք ինչ անենք, մեզ ասել են արել ենք, այո հենց այդպես եք ասելու, ցավոք սրտի դա է լինելու, մենք ձեզ ներելու ենք, բայց արդարադատություն ենք իրականացնելու, որովհետև առաջին արդարադատը երկնքում է, դուք դրա ակնհայտորեն նորից էլի ձեր գործը արեցիք սև գործը, ինչ անենք, գնանք դատախազության դիմաց էլի պիկետ անենք Կարոյի համար, որ ասեք մի շաբաթվա մեջ հանգամանք է փոխվել, կամ Վահագնի համար, սա եք անում դուք, պատվարժան դատարան, սա